Բարև ձեզ, Երկիր մեդիայի եթերում դուք դիտում եք իրավաբանական կլինիկան։ Առողջապահության համապարփակ ապահովագրությունը ներկայացվում է որպես համակարգային լուծում։ Արդյոք գործնականում դա այդպես է։ 2-3 շաբաթ առաջ մեկնարկած նախագիծն արդեն իսկ առաջացրել է մի շարք խնդիրներ։ Քաղաքացիները պոլիկլինիկական հաստատություններում չեն ստանում այն բուժօգնությունը, ինչը որ խոստացել էին իրենց։ Պոլիկլինիկական հաստատություններն ասում են, որ դեռևս համակարգային մի քանի խնդիրներ են առկա են իրավական որոշ կարգավորումներ։ Թեմայի վերաբերյալ այսօր զրուցելու ենք Հայաստանի Ես եմ նախաձեռնության ղեկավար Նայիրի Սարգսյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Սարգսյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Սարգսյան, քաղաքացիները միայն տեղյակ են, որ 200,000 դրամից բարձր ով ստանում է աշխատավարձ, պետք է վճարի ապահովագրավճար 10,800-ի չափով, մի մասը վճարում է պետությունը։ Սա այն ամենը, ինչ գիտենք ապահովագրության մասին։ Ինչ տեղեկություններ կա եւ ի վերջո ծառայության համար վճարող քաղաքացին ինչպես պիտի հասկանա ինչի համար է վճարում եւ ինչ է ստանում դրա դիմաց։ Ցավոք սրտի դեռևս չունենք որևէ տեսակի համակարգված եւ գործուն համակարգ, դրա պատճառով համընդհանուր առողջության համընդհանուր ապահովագրության փոխարեն մենք ընդհանրապես ասում ենք առողջության ապահովագրության հարկ։ Մի բանը հստակ է շատ, որ յուրաքանչյուր 200,000 դրամ եւ ավելի վարձատրվող վարձու աշխատողից գանձում են հարկ։ Սա փաստ է։ Եվ ճիշտ նշեցիք 10,800 դրամ, 200,000-ից մինչև 500,000 դրամ աշխատավարձ ստացողների համար 6,000-ը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից սուբսիդավորվում է, 4,800-ը վճարում է աշխատող քաղաքացին։ Իհարկե վերաբաշխումներ են տեղի ունենում դրոշմանիշային վճարների վճարման փոխարեն արդեն վերաուղղվում է առողջության ապահովագրությանը։ Բայց այստեղ գոյություն չունի ծածկույթ ասվածը, ապահովագրական ծածկույթ ասվածը։ Նախ սկսենք նրանից, թե վճարում է 10,800 դրամ, այդ թվում պետական բյուջեից, որը որ կառավարությունը եւ օրվա բոլոր կառավարությունները իրենց հորտնից չեն բերել, եւ այդ գումարները եւս այդ նույն աշխատավոր քաղաքացիների վճարված եկամտային հարկից գոյացած գումարներն են, որոնք որ սուբսիդավորվում են պետության կողմից։ Տեսեք, առողջության համապարփակ ապահովագրության մասին օրենքը միայն կարգավորում է կամ պարտադրանքն է սահմանում, որ Հայաստանի Հանրապետությունում պետք է գոյություն ունենա առողջության ապահովագրության համակարգ։ Բայց ծածկույթի վերաբերյալ հատվածը լիազորել են կառավարությունը որոշի ինչպիսի ապահովագրական ծածկույթ պետք է ունենա, այսինքն որ հիվանդությունները պետք է ներառվեն, որ դեղամիջոցները պետք է ներառվեն եւ սա կառավարության որոշման կարգավորման տիրույթում է գտնվում։ Այսինքն նախընտրական ժամանակահատվածում կարող են ծածկույթը ավելացնել, հետընտրական ժամանակահատվածում կարող են ծածկույթը նվազեցնել։ Նախ 2025 թվականի արդեն դեկտեմբեր ամսվա համար հարկը գանձված է, բայց ուժի մեջ է մտել օրենքը համընդհանուր ապահովագրման, առողջության համընդհանուր ապահովագրման 2026 թվականի հունվարի 1-ից եւ մինչեւ այսօր դեռևս որևէ մեկը ծածկույթի մասին գաղափար չունի։ Հիմա որ մենք բացում ենք արդեն ենթաօրենսդրական իրավական ակտերը, տեսնում ենք մեթոդաբանությունը, թե ինչպես պետք է ծածկույթը կարգավորվի կամ որ հիվանդությունները կարող են ներառել։ Հիվանդությունների տեսակներ կան, որոնք որ ամբողջությամբ պետք է ծածկույթում ընդգրկվեն։ Հիվանդությունների տեսակներ կան, որ համավճարով պետք է ընդգրկվեն, այսինքն բուժման ամբողջ ընթացքի մի մասը ապահովագրական հիմնադրամն է փոխհատուցում, հաջորդ հատվածը պայմանականորեն կեսը, օրինակ 1 միլիոն դրամից 500,000 առողջության ապահովագրության հիմնադրամն է փոխհատուցում, հաջորդ 500,000-ը պետք է քաղաքացին ինքը վճարի։ Եվ այստեղ շատ լուրջ ռիսկեր ու հարցեր են առաջանում։ Տեսեք, օրինակ 2026 թվականի պետական բյուջեի մասին օրենքում 129 միլիարդ դրամ է հատկացված առողջության ապահովագրության համակարգին։ 129 միլիարդ դրամը, եթե բաժանում ենք միայն մինչև 18 տարեկանների եւ 65-ից բարձր տարիք ունեցող անձանց, մոտավորապես նրանց ընդհանուր քանակը կազմում է 1 միլիոն դրամ։ Այսինքն յուրաքանչյուր անձին բաժին է հասնում տարեկան 129,000 դրամ, որ պետական բյուջեից հատկացվում է պետական, այսպես գործառույթների եւ առողջության ապահովման շրջանակներում։ Արդյոք 129,000 դրամային բավարար գումարն է, որը կարող է 65 տարեկանից բարձր անձանց ծածկույթը ապահովել։ Երբ որ միջինում մեր անցկացրած ուսումնասիրության արդյունքում մենք տեսնում ենք, որ 40-ից 50,000 դրամ միայն նրանց ամսական դեղամիջոցների գումարներն են կազմում։ Սրանք ամսականի մասին են խոսքը։ Այսինքն այդ ինչ ծածկույթի մասին է խոսքը եւ ինչ է տեղի ունենալու։ Սա արդեն խիստ վիճահարույց է, խիստ կասկածելի է ու վտանգավոր է։ Չգիտենք ինչ կարող է տեղի ունենալ։ Օրինակ հիշեք,
այս իշխանության ղեկին հայտնվելուց անմիջապես հետո ձեռնարկեցին առողջության ապահովագրության օրենքի ընդունումը։ Արմենտ համակարգը արդեն կար, բայց սկսեցին բավականին տենց Այո, որը այդպես բավականին քննադատության արժանացավ հենց նույն ապահովագրական ծածկույթի Այն պատճառաբանությամբ։ ժամանակ տոկոսային հարաբերությամբ էր այդ հարկը եւ 4%, 6% ինք բավականին Չընդունվեց, բայց ինչու հենց նախընտրական ժամանակահատվածում շտապողականություն դրսևորելով հապճեպեսպես կիսատ բռատ բերեցին ու ընդունեցին եւ ծածկույթի կարգավորումը վերապահեցին կառավարության լիազորությանը։ Ինչու՞։ Այսինքն մենք երկու նպատակ է հետապնդում հիմնականում այս գործառույթը։ Առաջին նպատակը դա եւս մեկ գործիքակազմով Հայաստանի Հանրապետության քաղաքացու ընդրակաշարժ տրամադրելն է, այս անգամ արդեն առողջության ապահովագրության տեսքով։ Երկրորդը կենսաթոշակների այսպես բարձրացում ասվածը կառավարության նիստում մի քանի անգամ կառավարության ղեկավարը այդպես փորձեց բացատրել, որ կենսաթոշակների բարձրացումը տեղի ունեցել եւ այո կենսաթոշակառուների կարծես թե ամբողջ ակնկալիքները եւ պահանջմունքները հնարավոր է բավարարել, բայց տեսան հանրային արձագանքը, տեսան քննադատությունները եւ այսինքն պետք էր այդպիսի հզոր քննադատական ալիքը որոշակի մեղմելու ինչ գործիք կար առողջության ապահովագրության համակարգի ներդրումը։ Տեսեք, բայց այս դեպքում կա լրացուցիչ հարկ են ավելացրել քաղաքացու համար, ինչպես ինքը կարող է ընտրակաշառքի վերածվել։ Տեսեք, լրացուցիչ հարկի ավելացումը գանձվում է 200,000-ից 500,000 եւ 500,000-ից ավել աշխատավարձ ստացողներին եւ իրենք շատ հստակ չափել են, որ այդ, այսպես ասած, աշխատող խավը, բարձր աշխատող համարվող խավի կամ գերակշիռ մեծամասնությունը իրեն չի ընտրելու այսպես թե այնպես։ Այսինքն իրեն չի հետաքրքրում կամ իշխանությանը չի հետաքրքրում իր էլեկտորատ չհամարվող հանրության եւ քաղաքացիների դժգոհությունները եւ նրանց քննադատությունները։ Եվ բնականաբար երկու հիմնական հիմնասյան վրա է հենվում Նիկոլ Փաշինյանը։ Ինչ է անում։ Մի կողմից բնականաբար իշխանությունները ունենում են իրենց կայուն ընտրազանգվածը, սա փաստ է, հաջորդ կողմից նախապատրաստում են նրա կեղծիքներ։ Եվ բնականաբար իրենց քարոզչության միջոցով արդեն ակնհայտ է դառնում, իրենք կարծես թե ընտրում են իրենց համար հարմար ընդդիմություն եւ ընդդիմության հետ կեղծ կռիվներ են տալիս։ Ինչ է սա նշանակում։ Յուրաքանչյուր իշխանություն ինքն է իր թիվ 1 ընդդիմադիրին ընտրում։ Ինչու որ շատ ավելի հեշտ կարող է խոցել։ Այդ ուժին էլ ընտրում է իրեն թիվ 1 ընդդիմադիր։ Եվ ոչ թե արդեն մրցապայքարը գնում է լավագույն լուծումների, հասարակական կյանքի բարելավման, անվտանգության ապահովման եւ այլ դիսկուրսների շուրջ, այլ ընդհանրապես դեբատները բոլոր գնում են կամ հերրական բանավեճերը գնում են վատի եւ վատագույնի վերաբերյալ։ Այսինքն Նիկոլ Փաշինյանն ասում է հասկացանք, ես վատն եմ։ Բայց տեսեք, էլ մեկը ավելի վատ է։ Ոնց է։ Տեսեք, պետությունը վճարում է, քաղաքացին վճարում է ինչ որ ֆոնդի։ Ո՞վ է կառավարելու այդ ֆոնդը, ինչպես վստահ լինենք, որ այն գումարը, որը արդեն վճարվել է, իսկապես ծառայելու է առողջությանը եւ ինչ է ստանալու քաղաքացին։ Շատ հետաքրքիր հարց եք տալիս, տեսեք, պետական հիմնադրամ է, առողջության ապահովագրության հիմնադրամը, որի հիմնադիրը պետությունն է եւ ես օրինակ իրենց կայքը անդադ մոնիտորինգի տակ եմ պահում եւ դեռևս հայտնի չեն հոգաբարձուների խորհրդի կազմը, գործադիր մարմնի կազմը եւ այսպես շարունակ։ Այսինքն նույնիսկ այդպես հասցեավորում չկա իրենց կայքում տեղադրված միայն հեռախոսահամար թեժգծի նման եւ էլեկտրոնային փոստի հասցե։ Այսինքն կոնտակտը միմյանց հետ փորձում են նախնական շրջանում դեռևս բացառել։ Ինչու՞, որովհետեւ իրենք էլ են հասկանում, որ մի հատ մեծ բորշ են եփել եւ որից թունավորումների համար բողոքների պատասխան իրանք չունեն եւ պատասխանատվության էլ պատրաստ չեն ենթարկվելու։ Սա չկա։ Այս հիմնադրամն է, որը որ գումարները կուտակում է եւ որը պետք է բաշխում իրականացնի։ Վերահսկողությունը պետք է իրականացնի առողջապահության նախարարությունը կամ կառավարությունը իդեմս առողջապահության նախարարության։ Բայց մեխանիզմները, գիտեք, մեր համար հեշտ է այսպես վերլուծական մակարդակում ասել վերահսկողություն իրականացնում է այսինչ մարմինը, այնինչ մարմինը։ Բայց դուք պատկերացրեք քաղաքացին, որը որ չունի իրավական բավարար գիտելիքներ, որը որ պատկերացում անգամ չունի ապահովագրական ծածկույթի վերաբերյալ, ընդ որում իմիջայլոց հենց այսօրվա դրությամբ դեռևս բժշկական կենտրոններն էլ չունեն այդպիսի պատկերացում։ Նրանք
հրամանով, հրահանգով, որևէ ձևաչափի փաստաթղթով դեռևս չեն ստացել, որ հիվանդություններն ու դեղատեսակներն են գրված այդ ծածկույթի տակ։ Ինչ է անելու այս մարդը։ Նրան ուղղորդում են, այո, ճիշտ եք, պոլիկլինիկական հիվանդանոցներ, որտեղ պետք է ստանա ուղեգիրը, այնուհետև գնա բժշկի մոտ, եթե առաջացել է վիրահատական միջամտության կարիք, հետ վերադառնա պոլիկլինիկական հիվանդանոց, նորից հետ վերադառնա վիրահատության, այդպես մի մանրապատում կար, չգիտեմ տեսել եք թե չէ, որ մեկը դանակը մեջքին այդպես խփած գնում է բժշկի մոտ եւ բժիշկն ասում է գնա գրանցվիր նոր արի եւ այնքան է ուղարկում թղթաբանության հետևից գրանցումներ եւ վերագրանցումներ կատարելու արդեն արունահոսող հիվանդը մահամբերց չի հասցնում նույնիսկ բարձրանա բժշկի աշխատասենյակի մոտ եւ մահանում է դուրս է գալիս ասում է ով է հիվանդի մեր այստեղ տարեք մորգ այսպես ասում դիահերձարան տարեք այսինքն այսպիսի իրավիճակ են ստեղծում տեխնիկական, նույնիսկ իրենց վարչարությանը իրենք պատրաստ չեն որևէ կերպ։ Դրա համար են կանոնը դրել հարկ եւ ընտրակաշառք։ Մոն Սարգսյան, ֆոնդը կառավարիչը ենթադրենք կա եւ այլն, քաղաքացին գնում է առաջնային պահպանման օղակ, ենթադրենք իրեն անհրաժեշտ է վիրահատություն կամ ինչ-որ կոնկրետ հետազոտություն, որը պետք է ֆինանսավորվի, բայց տեսնում ենք, որ պոլիկլինիկայի բժիշկը ենթադրենք որոշում է, որ դրա անհրաժեշտությունը չկա, քանի որ դա ամբողջությամբ իր տիրույթում է եւ այդ հետազոտության կարիքը չկա։ Քաղաքացին ում կարող է բողոքել։ Այստեղ կրկին ինչ-որ սփռում կա։ Որտեղ դիմի այդ քաղաքացին։ Ցավոք սրտի բողոքելու վայրը կա, բայց բողոքի բավարարման վայրը չկա։ Բողոքելու վայրը շատ է։ Օրինակ կարող է բողոքել վերադասության կարգով առողջապահության նախարարություն, տարբեր այդպես մարմիններին, իրավապահ մարմիններին, նույնիսկ եթե հանցագործության հատկանիշներ պարունակեն բժշկի կողմից իրականացվող արարքները։ Բայց դրանք պրոցեսներ են, հանգուցալուծումը անորոշ է եւ ծախսատար է։ Ինչպես։ Որովհետեւ քաղաքացին ինքնին չի կարող բողոքել, նախ պետք է նրա ձայնը հանրայնացնել։ Այսինքն լրատվամիջոցներին պետք է դիմի։ Ինքնին չի կարող իր բողոքը կազմել, պետք է փաստաբանական ծառայություններից օգտվի, որը բավականին թանկարժեք է։ Եվ ամենակարևորը ժամանակատար է, որովհետև կան իրավական այդպես ընթացակարգեր, բողոքի ներկայացման, այնուհետև բողոքի քննման ժամկետի, այնուհետև եթե վերադասության կարգով բողոքը չի հանգուցալուծում, դատարան հայցադիմի ներկայացման, դատարանների գերծանրաբեռնվածության պատճառով կարող է հայցադիմի մուտքագրումից հետո առաջին դատական նիստը նշանակվել 8 ամիս հետո եւ այդպես հիվանդություն չի կարող սպասել։ Այսինքն շատ ճիշտ եք նկարագրում իրավիճակը։ Եթե ինչ որ մեկի կամայականության դրսևորման պատճառաբանության պատշաճ վերահսկողական համակարգը կառուցված չի, նշանակում է կասկածելի ընդհանրապես համակարգի գործունեության, այսպես արժանահավատությունը։ Պարոն Սարգսյան, մենք ունենք արդեն ահազանգեր, որ քաղաքացիները դժգոհում են, օրինակ, չգիտեմ, կան ապարատային հետազոտություններ, որոնք պետք է նշանակվեն, բայց պոլիկլինիկաներում ասում են դեռ սպասեք։ Եթե գոնե չգիտեինք, օրինակ, հասարակ կատե կամ MRT հետազոտություններ այս ապահովագրականը ներառում է կամ չի ներառում եւ ի վերջո Արմեդ համակարգը, որը պիտի դրա վերահսկողը լինի, շատերի ապահովագրությունը դեռևս ակտիվ չէ։ Մենք արդեն 20 օրից ավել գործում ենք, դեկտեմբերից ասել ենք, որ դա մեկնարկում է, արդեն ակտիվանում է եւ մյուս խնդիրը մարդիկ Արմեդ համակարգին հասանելիություն նույնիսկ չունեն ինտերնետի, բջջային հեռախոսների խնդիրների, հավելվածից չկարողանալ օգտվելու, հատկապես այն շեմը, որ ներառվել է թոշակառուների, անչափահասների դեպքում բավականին շատ են այստեղ խնդիրները։ Եթե համակարգը այս աստիճան պատրաստ չէր, ինչու օրինակ դա չներդնել մարտին կամ ապրիլին։ Ի վերջո բացատրությունը, որ ասում են, գիտեք ինչ կա, եկեք մենք հիմա դնենք, դե բոլոր դեպքերում խնդիրներ են լինում, կվերանայենք։ Առողջության հետ այդպես վարվում են։ Տեսեք, ձեր բոլոր ասածների հիմքը նորից ընտրակաշառքն է եւ երկրորդ արդեն ածանցյալ հիմքը փնթիությունը։ Այս մարդիկ փնթի են, գիտեք, մենք շատ դեպքերում շատ ավելի գրական ձևակերպում ենք, չէ՞ տալիս, թափթփվածություն, անկազմակերպվածություն, այսպիսի ձևակերպումներ ենք հաճախ մարդկանց տալիս, ճիշտ է։ Եվ դա դուք այդպիսի անվանում կամ պիտակավորում մարդուն, եթե վերագրում եք, ապա նրա կենցաղում ցանկացած ոլորտում, նրա հանրային կյանքի ցանկացած դրսևորման մեջ դուք դա տեսնում եք։ Դուք դա տեսնում եք հագու կապի մեջ, դուք դա տեսնում եք աշխատանքային միջավայրում, աշխատասեղանին, փաստաթղթերի դասավորվածության մեջ, յուրաքանչյուր տեղ տեսնում եք։ Այս մարդիկ ոչ թե անկազմակերպ են,
ամբողջությամբ փնթի են, չէ՞ իրենք։ Կառավարության մասին է խոսքը։ Նույնիսկ արտաքին տեսքից ելնելով նրանք չեն կարող մի գործողություն կատարել, որը ունի հետևողականություն, հաջորդականություն, հետևաբար ունենալ այսպես կեղծ դրական սպասումներ, որ կառավարությունը կարող է այնպիսի համակարգ ստեղծել, որը գործուն լինի, մոռացեք դրա մասին։ Հիմա քանի որ եկանք արդեն տեխնիկական խնդիրները բազմաթիվ են։ Սկսած էլեկտրոնային գրանցումից, սկսած նույն Արմեդ համակարգի տեղեկատվական տեխնոլոգիաներ, այսինքն ՏՏ անվտանգության համակարգից, շարունակելով էլեկտրոնային ստորագրության յուրաքանչյուր քաղաքացու տարեկան 3000 դրամ վճարներից, այսպիսի բազմաթիվ խնդիրներ կան։ Հիմա սկսենք տեղեկատվական անվտանգությունից։ Համացանցում եւ տարբեր սոցիալական հարթակներում վերջերս անդադ շրջանառվում էր տեղեկություն, որ Malberry համակարգի պետական փաստաթղթերը հասանելի են ինչ-որ Telegram ալիքներում եւ կարող եք գումար վճարել ու դա կփոխանցվեն ձեզ։ Սրանք արդեն բաց շրջանառվում են։ Այն տեղեկությունները, որ մենք գիտենք, որ Հայաստանի Հանրապետություն ՏՏ անվտանգություն ընդհանրապես գոյություն չունի եւ Ադրբեջանը նույնիսկ հասանելիություն ունի այդպիսի համակարգեր, հիմա բաց շրջանառվում են, որպեսզի վաճառեն Telegram ալիքներով։ Հիմա մարդու առողջության հետ ենք խաղում եւ մարդը ունի առողջության, ընդ որում այնպիսի դարում, որտեղ որ իշխանությունները անընդհատ ցանկացած մարդու անձնական կյանք մտնելու մոլուցկով են տառապում։ Դուք պատկերացրեք ինչպիսի հիվանդություններ կարող են հանրայնացնել, էլեմենտար մարդու ինչ որ տեսակի հիվանդություն, որը որ պետք չի հանրայնացնել, բայց գիտենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում կա տարածում միմյանց հետ թեկուզ ամուսնության, սակադրության եւ ասում են հիվանդ աղջիկ է, չէ, նրա հետ պետք չի ամուսնանալ, հիվանդ է տղան, պետք չի ամուսնալ։ Նույնիսկ այսպիսի էլեմենտար տեղեկատվության արտահոսքի պատճառով կարող են նոր ընտանիքներ չձևավորվել։ Ու պատկերացրեք, եթե մենք ավելի սկսենք այսպես բացասական հետևանքները թվարկել ու կհասնենք։ Սա անվտանգության վերաբերյալ, ՏՏ անվտանգության վերաբերյալ։ Երկրորդը ճիշտ է, հավելվածներից մարդիկ չեն կարողանում օգտվել։ Օրինակ, ինչպես կներդնեինք մենք, եթե ներդրելու լինենք առողջության ապահովության համակարգը։ Դա ամբողջությամբ կգնահատեինք իրավիճակը, ռիսկերի մեղման կամ չեզոքացման բանաձևերը, այնուհետև կներդնեինք առողջության ապահովության համակարգը ինչ որ սոցիալական խմբի համար։ Իրականացնենք տեստավորում փորձարկում, եւս արդեն ի հայտ եկած խնդիրների շտկում, այնուհետև արդեն լայն մասշտաբով վերաներդրում առողջության ապահովության համակարգ։ Մասնակցեմ, մյուս կողմից տեսեք նախարարության կառավարության այս հիմնավորումը, կարծես թե էական ասում եմ, մարդիկ գնում են բժշկի, չեն ասում, որ իրենք ունեցել են կամ ունեն այս խնդիրները, եւ որոշ ժամանակ հետո Արմեդում արդեն հնարավոր կլինի, երբ որ դու գնաս բժշկի, բժիշկը հասանելիություն ունենա քո Արմեդ համակարգին եւ տեսնի, որ այնտեղ դու ունեցել ես առողջական խնդիր, եւ օրինակ, չգիտեմ, գնում ես այլ վիրահատության, բայց անոթների խնդիր կա, որը որ դրա մասին չի ասել, հետագայում առաջացել են խնդիրներ։ Տեսեք, այստեղ կարծես թե բացատրությունը տրամաբանական է, բժիշկը կտեսնի հիվանդը ինչ խնդիրներ է ունեցել։ Գիտեք, ձևակերպումները շատ դեպքերում նույնական են եւ շատ դեպքերում արժանահավատ են, բայց շատ կարեւոր է ով է այդ ձևակերպումը տալիս։ Հիմա դուք ինձ ուզում եք ասեք, որ կառավարությունը ավելի հոգատար է, քան անձը իր սեփական անձի եւ առողջության նկատմամբ։ Այս կառավարությունը ավելի հոգատար է։ Իրենք էլ ասում են անձին կան, որոնք չեն պատկերացնում, մենք ձեր ասած այդքան էլ իրավունք բոլորը շատ լավ են պատկերացնում, հակառակը կառավարությունը վստահաբար չի պատկերացնում, որովհետև յուրաքանչյուր հիվանդանություն գոյություն ունի անկետա։ Այսինքն ցանկացած հոգատար բժիշկ, որը որ կհարցնի եւ կմնա այդ նույն պացիենտի նկարագրության հույսին, այդ նույն հոգատար բժիշկը թող ընդհանրապես ասի տեղամասային պոլիկլինիկայից հիվանդանոցով որտեղ բուժում է ստանում, գնա քո անկետաների պատճենները բեր եւ ինքը կարող է դա համադրել։ Աշխատատար է, այո, աշխատատար է։ Արմեդը աշխատատար չէ, արդեն հենց անձի համար իհարկե աշխատատար է, պետք է գնա էլեկտրոնային ստորագրություն ստանա, պետք է յուրաքանչյուր տարի 3000 այդ էլեկտրոնային ստորագրության համար վճարում կատարի, պետք է on-line հավելվածից օգտվի, պետք է մի այսպես գլխացավի կամ չգիտեմ մի ինչ որ ախտորոշման համար մի հատ գնա պոլիկլինիկական հիվանդանոց, հետո գնա ախտորոշիչ կենտրոն, շատ դեպքերում պոլիկլինիկական հիվանդանոցներում ասում են տվյալ ախտորոշումը կամ լաբորատոր փորձաքննությունը մենք կարող ենք իրականացնել, բայց չկա վստահություն այդ լաբորատոր փորձաքննության վերաբերյալ, ընդ որում հիմնավորված չկա վստահություն իրենց նկատմամբ, որովհետև
պատկերացրեք, եթե լիներ, մարդիկ չէին գնա հայտնի լաբորատորիաներում, օրինակ արյան փորձաքննություն, արյան անալիզ հանձնելու, այլ գնային տեղամասային պոլիկլինիկայում դա հանձնելու։ Դա վստահության բացակայությունն է։ Այսինքն այս համակարգը հանգեցնելու է ոչ թե առողջության լավարկման, այլ առողջության վատթարացման։ Օրինակ շատ դեպքերում նաև ասում են ինչի է առողջության ապահովության հանդեպ այդպես քննադատաբար մոտենում, ես քննադատաբար չեմ։ Ես միշտ ողջունել եմ առողջապահական համապարփակ ապահովության համակարգի ներդրումը, բայց դա եթե պետք է բարիք չստեղծի, չարիք ստեղծի, ապա չի կարելի ընդհանրապես դա ներդնել։ Խոսում են օրինակ եվրոպական զարգացած երկրներում ներդրված է եւ այլն։ Մի Եվրոպայում բնակվող ընկերոջ ընտանիքի կամ բարեկամի զանգահարեք եւ տեսեք։ Մեջքի ցավի համար, օրինակ ողնաշարային ինչ-որ, չգիտեմ, ճողվածքի կամ որևէ տեսակ հիվանդության համար, որը մարդու մոտ առաջացնում է հենաշարժողական խնդիրներ, չի կարողանում բառից բուն իմաստով տանից դուրս գա եւ գնա աշխատանքի, եւ պետք է ընդամենը գնա ԿՏ, MRT կամ այլ հետազոտությունների ենթարկվելու, նշանակում են, ես կոնկրետ դեպք եմ նկարագրում, որը տեղի ունեցել իմ ծանոթի հետ։ 1 ամիս 20 օր հետո նորմալ, այսինքն 1 ամիս 20 օր ստիպված տանը մնացել է ցավերով եւ առանց բժշկական ցուցման եւ առանց դեղատոմսի չէր կարող նույնիսկ այդ դեղահաբերը որևէ տեղի ձեռք բերել եւ ընդունել, ցավերով 1 ամիս 20 օր սպասելուց հետո նոր գնացել է ԿՏ հետազոտության։ Բուժումը շատ ավելի կարճ է տևել եւ շատ ավելի մատչելի է եղել, քան հետազոտության հերթին սպասելը։ Այլ ծանոթի վերաբերյալ շտապ վիրահատական միջամտություն կարիք ունեցող մարդը 6 ամսից ավել սպասում էր հերթի մեջ։ Ինչու՞։ Այդ ապահովագրական համակարգի վերահսկողության բացակայության պատճառաբանությամբ է դա տեղի ունենում։ Շատ հաճախ նաև, օրինակ, մեր պոլիկլինիկաները շատ դեպքերում հաջողված օրինակներ են բերում եվրոպական այդ երկրներից։ Գիտեք, սրանք ինչ ձև են օրինակները բերում։ Եվրոպական 40 երկրներից ընտրում են իրենց որևէ ցնդաբանության կամ որևէ տեսակ օրենքի ինչ որ ենթաօրենսդրական իրավական ակտի ընդունման պարագայում նա տեսնում են որ երկրում կա այդպիսի հիմարություն, ասում են այս երկրի լավագույն փորձը։ Օրինակ կարող են բերել Մոնտենեգրոյի լավագույն փորձը, որ Մոնտենեգրոյին նույնիսկ եվրոպական միություն չեն ընդունել դեռևս։ Այլ պարագայում բերեն օրինակ հարստության չափման բանաձևերում բերեն Գերմանիայի օրինակը։ Հետևաբար իրենց բերած օրինակներին միշտ լուրջ մի վերաբերվեք։ Սա այդպես ստատիկ բայեք։ Ինչ ասում հաստատ լուրջ չի։ Ինչպես կարող է լուրջ չվերաբերվել, եթե իր հետ էկրանից խոսում է խորհրդարանական երկրի խորհրդարանի առողջապահության հանձնաժողովի նախագահ։ Քաղաքացին բարեբախտաբար ունի 4 ամիս ժամկետ, որպեսզի այդ թվում այս չարիքը բոյկոտելու։ Այսինքն ընդամենը 2026 թվականի հունիսի 7-ին չի քվեարկում ՔՊ կոչված քաղաքական ինչ-որ կազմակերպության օգտի եւ դրանով հարցերը լուծվում են։ Ադեկվատ եւ տեխնոկրատ կառավարությունն է բացառապես ունակ ապահովագրական համակարգի ներդրման, այնուհետև ժողովրդի կյանքի բարելավման, սոցիալական կարգավիճակի բարելավման, առողջության բավարարման, անվտանգության ապահովման համար։ Այսպիսի, տեսեք, հիմա ինքը օրենքը կամ երևույթը ինքնին դրական երևույթ է, բայց նրա վտանգավոր ու կանխատեսվող բացասական հետևանքները այնքան վտանգավոր են, որ եթե մենք դնում ենք կշեռքի նժարներին, ապա այս պահին չընդունելը շատ ավելի լավ է, քան հետագայում ընդունելը։ Եկեք չմոռանանք, 129 միլիարդ դրամ է հատկացված։ Մեր զրույցի սկզբում նշեցի, 129 միլիարդ դրամը բավարար է արդյոք այս քանակի եւ ծավալի սպասարկում իրականացնելու համար։ Թե հուլիս ամսին կհայտարարեն, որ սնանկացել է հիմնադրամը, այլևս չի կարողանում գործողությունը շարունակել, Չէ, կհերթագրեն։ Կամ կհերթագրեն, որ իրեն պատվերի ժամանակ մարդը գնում էր հոկտեմբեր ամսին օնկոլոգիական հիվանդության ռիսկով, սրտմկանի ինֆարկտի, այսպես նախնական հետազոտական ռիսկերով, ասում են դեպ այդ պատվերի գումարը արդեն վերջացել է եւ դուք կարող եք գալ հաջորդ տարվա, չգիտեմ, հունվարին կամ փետրվարին։ Այսպիսի խնդիրներ կարող են առաջանալ։ Մարդկանցից հարկի գանձման մի հատ խնդրի վերաբերյալ էլ ասեմ, օրինակ 2025 թվականի նոյեմբերի 20-ի դրությամբ 200,000 եւ ավելի աշխատավարձ ստացող անձը, որը դեկտեմբերի 25-ին դեռևս աշխատող է եղել, հունվարին աշխատանքից ազատվում է, այս մարդը պարտավոր է 10,800 դրամները վճարել պետբյուջե յուրաքանչյուր ամիս։ Աշխատանքից ազատվել է, հասկանում եք։ Սա նորմալություն է ուղղակի։ Մարդ աշխատանքից ազատվի, պարտավորվի, որ ինքը վճարեն այդ գումարները։ Այդպիսի բան չի կարող լինել։ Այսինքն այնքան ակնհայտ են
այս խնդիրները, այնքան ակնհայտ են փնթիություններն ու բացթողումները։ Իմիջայլոց նաև սա փոխկապակցեք եկամուտների համընդհանուր հայտարարագրման հետ, որովհետև առողջության, ապահովության համակարգը որպես բարիք ներկայացնելու են, որ ստիպեն մարդկանց էլեկտրոնային ստորագրություն ստանա, մենք այն ժամանակ նաև պայքարում ենք այդպիսի անիմաստ ծախսերի դեմ, չէ՞։ Հենց բոլորը արդեն հաշվառվեցին եւ ունեցան էլեկտրոնային ստորագրություն, ասում են դե տեսեք բոլորդ ունեք, ինչու այդ արագից չեք ներկայացնում։ Այստեղ մի բացասական երևույթ կա, որի մասին արդեն խոսում են մասնավոր ապահովագրական ընկերությունները եւ մտածում են, որ եթե այս ֆոնդը ստեղծվի, իրենք ինչ կարող են առաջարկել եւ այդ 10,800 դրամ գումար, այսինքն անկախ նրանից որ մասն է պետությունը վճարում, որ մասը քաղաքացին, եւ ասում են, եթե դա քաղաքացին ամենամիս մեծ տրամադրեր, տարեկան կստացվի շատ խոշոր գումար եւ մենք ավելի լավ ծառայություններ ու ավելի լավ փաթեթ ենք կարողանում առաջարկել քաղաքացիներին։ Այս դեպքում իրենք գնում են սնանկացման, թե ամեն դեպքում նախագծում ինչ որ կերպ անդրադարձել են իրենց։ Որևէ կերպ մասնավոր ապահովագրական ընկերությունները ինչ են անդրադարձել, որտեղ ապահովագրական ընկերությունները ստեղծում են իրենց ապրանքը համենայն դեպս ապաների միջոցով եւ նրանք սնանկացման ռիսկի առջև չեն կարող կանգնել այս պայդրությամբ, բայց նաեւ այլընտրանքային առողջության ապահովագրություն չեն կարող առաջարկել։ Գիտեք, ինչու նշեցինք, որ կայքում չեն գտնում ապահովագրական հիմնադրամի, պետական հիմնադրամի կառավարիչների անունները։ Գիտեք, դա ինչ բարդ ոլորտ է եւ ինչպիսի պատրաստված ֆինանսական ոլորտի մենեջեր է պետք, որ կարողանա դա ճիշտ կառավարում իրականացնել։ Ապահովագրական միջոցները եւ դրանից բխող ապահովագրական եւ հատուցումները եւ վճարները, դրանք բարդ մեխանիզմներ են, որ փորձառու ապահովագրական ընկերությունները նույնիսկ այդպես հեշտությամբ չեն կարողանում ադապտացվել դրան եւ հեշտությամբ ներդրում իրականացնել։ Հիմա տեսեք, գործող մասնավոր ապահովագրական ընկերությունը կարողանում է հաշվարկել ռիսկերը, մոտավորապես իր մոտ ապահովագրողների չափականակ է պատկերացնում, մոտավորապես բյուջե է կազմում, ըստ բյուջեի ինքը կանխատեսում է դրա որքան մասն է օգտվելու տարվա մեջ անընդհատ, որ մասն է որ 3 տարին 1 կամ 2 տարին 1 է օգտվելու, կարողանում է ինքը ֆինանսական այնպիսի բաշխվածություն ապահովել եւ այնպիսի ֆինանսական հոսքերի կառավարում իրականացնել, որպիսի համակարգը գործի եւ սնանկության չգնա։ Նման պարագայում պետական ապահովագրական հիմնադրամը ես շատ լուրջ կասկածներ ունեմ, որ 2026-ին հենց սնանկության ռիսկի առաջ կարող գան կամ ինչպես որ նշեցիք, կհետաձգեն բոլոր տեսակի հետազոտությունները։ Այսինքն նորից վերադառնալով հարցին, մասնավոր ընկերությունները դուրս են ընդհանրապես մրցակցությունից եւ նրանք չեն կարող մտնել այս համակարգ, որը որ կարող էր եւ ապահովագրական սակագների նվազեցման հանգեցներ, կարող է շատ ավելի որակյալի հանգեցներ եւ այդպես շարունակ։ Ընդ որում պետական այսպես վերահսկողությունը շատ ավելի արդյունավետ կարող է լինել։ Ինչու է դեպքում ապահովագրության ֆոնդ ստեղծել, լրացուցիչ ֆինանսներ ներդնել, եթե կարող էինք դա իրականացնել արդեն նեղած օրինակ ինչպես մեքենաների դեպքում իրականացնել մասնավոր ապահովագրականների միջոցով, էլի պարտադիր, բայց չէ որ իրենք արդեն փորձ ունեին։ Ինչու անեց պետականը։ Կրկնվող հարցի տակ այնքան մտահոգություն ու շիտակություն եմ տեսնում, բայց դուք մոռանում եք, որ դուք խոսում եք գործող կառավարության մասին, նրանք չունեն այդպիսի մտահոգություն եւ չունեն այդպիսի շիտակություն։ Ինչ են այս մարդիկ ցանկանում։ Հետը վերադառնանք մեր զրույցի սկզբին։ Նախագիծը ունի գրված հիմնավորում, չէ՞, մենք տեսնում ենք իրտեք համակարգում հստակ գրված է, որ սա նախագծի հիմնավորումն է։ Պետությունը ինձ որպես քաղաքացու հստակ ասում է, որ ես այս ամենը անում եմ, որպեսզի առողջապահության համակարգի որակը բարելավեմ եւ ձեզ տրամադրեմ ավելի որակյալ համակարգ։ Գնում եմ այդ տրամաբանությամբ Ունենք արդեն ապահովագրական ընկերություններ, որոնք ունեն փորձ եւ առողջապահության եւ մյուս ապաների դեպքում։ Մենք ունենք նաեւ տարբերակ մեքենաների դեպքում ներդրվեց պարտադիրը, վճարում ենք պարտադիր, ստանում ենք դրան, այսինքն պատահարների դեպքում փոխհատուցում, անկախ համակարգում արկա խնդիրներից դա գործում է։ Ինչու ձևավորել նորը, եթե արդեն կար այնտեղ եւ ի վերջո կարող էինք մենք այդ համակարգից օգտվել այդ ձևաչափով։ Ըստ էության պետությունը լրացուցիչ ֆոնդ չէր ստեղծի։ Երկու մասի բաժանան ըստ էության ձեր հարցը։ Դուք ասում եք իրտեք համակարգում հիմնավորումները գոյություն ունեն։ Մինչև դա հիմնավորում էին, որ եկամուտների համընդհանուր հայտարարագիրը շատ դրական երևույթ է։ Մինչև դա հիմնավորում էին, որ միջազգային այսպես դիրքում Հայաստանի նշաձողը մի փոքր իջացրեք եւ կունենաք անվտանգություն, ունեցանք արդյունքում Արցախի ամբողջությամբ հանձնում։ Դրանից հետո նորից են ասում մի քիչ էլ իջացրեք եւ ընտրություններից հետո աստված մի առասիայից իշխանությունը վերընտրվի Հայաստանի տարածքներից նորից հանձնումներ։ Այսինքն այս մարտիկ ինչը որ ասում են, դուք ինչը որ կարդում եք, դրա 180 ջան տրամագծային հակառակը պատկերացրեք։
Սա չի կարող այդքան բարիք ստեղծել։ Եվ արդեն վերադառնալով հարցի բուն էությանը, ինչու չօգտվեցին գործող համակարգից, որովհետև գոյություն ունեցող ապահովագրական ընկերությունների մենեջերները հարցեր են բարձրացնելու ըստ դրանց ռիսկայնության աստիճանի եւ պետք է նրանք պատասխան տան, չէ՞, ռիսկայնության աստիճանի, դրա կառավարման, դրա չեզոքացման վերաբերյալ պետք է պատասխան տան։ Պատրաստ չէր այս կառավարությունը այդ պատասխանը տալ այսքան կարճ ժամանակահատվածում։ Նրա համար շատ ավելի լավ է պետական միջոցների վատ նման փնթիությամբ պետական հիմնադրամի ստեղծումը էական չի նրա հետագա ճակատագիրը ինչ կլինի։ Բայց կարևորը 4 ամսվա ընթացքում ինքը դեռևս չստեղծած բարիքի համար, եթե չասենք չարիքի համար, կարողանա PR ակցիա իրականացնել եւ ընտրություններին կարողանա մի քանի ձայն ավել տանել։ Սա է ընդհանրեն նպատակ։ Դուք ինչու եք այդպես խորությամբ գնում, որ կառավարության նպատակը Հայաստանի Հանրապետության քաղաքացու կյանքի բարելավումն է։ Ոչ, կառավարությունը մի նպատակ ունի՝ վերընտրվել։ Եվ այս սա համարվում է գործիք վերընտրման համար։ PR ակցիա ընդհանրեն է։ Նույն կառավարությունն էր ասում 10,000 դրամը որ տանք կամ կառավարության ղեկավարն էր ասում 10,000 դրամ որ տանք թոշակառուներին չեն իմանալու ինչի վրա ծախսեն, ավելի չի լավ մենք այդ 10,000 դրամները հավաքենք, հետո առողջության ապահովության համակարգում ներդնենք։ Մասնակցեն եւ կա այդ նախագծում կամ հիմնավորում, տեսեք խոսքը առողջության մասին է։ Գնանք արագ այդ բողոքարկման ընթացքում կամ եթե ի վերջո լավ 2-3 տարի հետո դատական մի ամբողջ վեճից հետո քաղաքացին արդեն իսկ բնականաբար վճարումներն արել է, գնահատել է իր առողջությունը, ավելի շատ է մտածել իր առողջության մասին, քան կառավարությունը եւ դա դրան ի վերջո արձանագրում է, որ այո, այս ամենը պետք է իրականացվեր պետության միջոցներով եւ ապահովագրության շրջանակներում։ Այդ փոխհատուցման մեխանիզմները կան թե չէ։ Ոչ, տեսեք։ Այ հիմա արդեն բերեցինք թողեցինք գործողը եւ ինչ կարելի է անել, որպեսզի շատ ավելի արդյունավետ լինի, չէ՞։ Եթե մենք լինենք կառավարություն, շատ արագ կդնել, առաջին անգամ ձեր եթերում եմ հնչեցնում։ Առողջության արբիտրի ինստիտուտ, հաշտարի ինստիտուտ, որը կլինի անկախ մարմին եւ որը շատ օպերատիվ վերահսկողություն կիրականացնի ցանկացած նմանատիպ դեպքերում։ Հիմա տեսեք, առողջության ապահովագրության հիմնադրամը պետական է, առողջապահության նախարարության ենթակայության տակ է, ըստ էության առողջության ապահովագրության հիմնադրամի ցանկացած սխալ առողջապահության նախարարության սխալն եւ կառավարության սխալն է։ Կառավարությունը եւ առողջապահության նախարարությունը շահագրգիռ մարմիններ են ոչ թե սխալը բացահայտելու, պատասխանատվության ենթարկելու եւ շտկելու, այլ սխալը թաքցնելու անընդհատ։ Այսինքն այսպիսի պարագայում կարելի է ներդնել եւս մեկ անգամ ամբողջ համակարգը ադապտացնել արդեն գործող համակարգին, պետություն մասնավոր համագործակցության շրջանակներում մասնագետների եւ առողջապահության բժիշկներ մասնագետների ու մենեջերների եւ տնտեսագետների ու ֆինանսիստների մասնակցությամբ հստակ պլանավորում իրականացնել, ստեղծել վերահսկողության գործուն մեխանիզմ, այդ թվում անկախ մարմինների, այսինքն առողջապահական համակարգի հաշտարի գրասենյակներ, որոնք որ կարող են ցանկացած պարագայում թեժ գծի միջոցով, որոնք բոլոր հիվանդանոցներում ու դեղատներում փակցված կլինեն, պոլիկլինիկաներում փակցված կլինեն, ցանկացած խնդրի դեպքում հաշտարի գրասենյակի ահազանգի պարագայում պատշաճ վերահսկողություն կիրականացնեն եւ վաճառող դեղատներում եւ առողջության սպասարկում, այսինքն հիվանդանոցային կամ պոլիկլինիկային հիվանդանոցային այսպես հիմնարկներում։ Մասնակցեն բազում այսպես դրույթներ նշեցիք, այ որ սա կարելի էր փոխանցել, կարելի էր եւ այլն։ Այդ անցումային դրույթներն ի վերջո, այսինքն հաշվի առնելով ինչ պիտի անի պետությունը, եթե չանի ինչ գին պետք է վճարենք, առողջության ելնելով քաղաքացին ինչ գին պետք է վճարի, եւ այս դեպքում ինչ եք դուք առաջարկում։ Ցավոք սրտի քաղաքացին իր առողջությամբ է վճարելու սրաբացական ամբողջ հետևանքների համար եւ մենք առաջարկում ենք ցանկացած այսպիսի պարագայում, որը եւ առաջարկել ենք նաեւ 7-8 տարի առաջ, երբ որ նոր էին ցանկանում ներդնել, այն ժամանակ առաջարկում էինք, ասում ենք նախագիծը կա առողջության ապահովագրության, բերեք փորձագիտական հանրույթի հետ քննարկման, մասնագիտական վերլուծության, այնուհետև ներդրման, փորձարկման նոր ներդրման 8 տարի ժամանակ են ունեցել, չեն կատարել, չէ՞։ 8 տարի, նորից եմ գրում, 8 տարի առաջ այսպիսի նախագիծ են բերել, քննադատել են առարկայական ու հետ են տալ, այսինքն քննադատությունը այնքան շռնդալից էր, այնքան բաշխված էր, բոլոր կողմերից էին նրանք այդ հարվածները ստանում, որ հետ կանչեցին։ Եվ շատ դեպքերում նույն հարցադրումներ իրականացնող հարցազրույցավարներն ասում են, բայց ինչու եք դեմ, չէ՞ որ ապահովագրությունը լավ համակարգ է,
Եվ երբ որ բացասական կողմերի հետևանքները ներկայացնում ենք, ասում են, հա, չէ, փաստորեն սա ապահովագրական համակարգ չի, չգիտենք սա ինչի մասին է խոսքը։ Այսինքն այս պահին կասեցնել ընտրություններից հետո, երբ որ արդեն իրենք չեն լինի իշխանության, այդ թվում մենք կլինենք իշխանության, այն ժամանակ գործուն ապահովագրական այնպիսի համակարգներ դնենք, որ ոչ թե պետք է համավճարով ծածկույթ ապահովի, այլ բոլոր տեսակի հիվանդությունները, բոլոր տեսակի դեղօգնության, առողջության այդպես կարևորագույն պահպանման ծախսերը կներառվեն ամբողջ ապահովագրական համակարգի մեջ։ Եվ մարդը հստակ կգիտակցի, որ հիվանդանոց գնալը այլևս իր համար ծախս չէ։ Հիվանդանոց գնալը նրա առողջության ամրապնդման, ավելի շատ հիվանդությունների կանխարգելման եւ ոչ թե հետագա բուժման համար է եւ շատ այսպես արդյունավետ առողջապահական համակարգ կարող ենք տալ մեր հայրենակիցներին։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես աշ։ Եթերում էր իրավաբանական կլինիկան, առողջապահության համապարփակ ապահովագրությունը արդյունավետ մեխանիզմ չի կարող լինել այնքան ժամանակ, քանի դեռ քաղաքացին միայն վճարող սուբյեկտ է, իսկ համակարգի ամբողջական ներդրման եւ արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ են փոփոխություններ։